Բարև ձեզ, ինստաֆեսի այս թողարկմանը դիտեք։ Փաշինյանն անցնում է սպառնալիքների կատարմանը, Մասկի շոու Գագիկ Ծառուկյանի տանը։ Ծառուկյանին գետնին պարկացնելը ուղղակի աբիժնիկության ու անվերջ վախերի մասին է։ Փաշինյանը չներեց Ծառուկյանին, նրա առյուծը քաղաքական վրեժխնդրության զոհ դարձավ։ Չեմ ասում գնդակ արեք, թող գայ մարութի մոտ մտնի դուս գա։ Ռուսական առաջին ալիքի բացահայտումը ԵՀԿ-ի ազգությամբ թուրք գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել Փաշինյանին հեռացնել ամենայն հայոց կաթողիկոսին։ Ինքը փաստորեն խառնվում է Հայաստանի ներքաղաքական գործերին։ Ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումի սահմանադրական դատարանի մերժումից հետո իրավապահներն անմիջապես լծվեցին Փաշինյանի քաղաքական հրահանգները կատարելու գործին։ Երկուշաբթի առավոտյան դիմակավորված ուժայինները խուզարկություններ սկսեցին ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը ու ընկերություններում։ Քննչական կոմիտեն ավելի քան 70 հասցեում 10 ժամից ավելի քննչական գործողություններ անելուց հետո ձերբակալեց Գագիկ Ծառուկյանին եւ միջնորդեց դատարանին 2 ամսով կալանավորել նրան։ Քննչականը ԲՀԿ առաջնորդին մեղադրում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն եւ փողերի լվացում կատարելու մեջ։ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում։ Մեղադրանքը լրիվ սարկած, սուտ, փուջիկ, որցի բացկալ հակառակը, հոլամանապարտ, որը թուղթը գրել է, որը և դեսպանները ներկա և նախկինը, որը կան, որ բոլոր սարկած փուջիկը, որցի մի բան չկա։ 100% դա ասենք թե ապացուցում, դա մեն ինչ պացկալ։ Մեր հետ ենք պատասխան։ Աշխատանքային մի ամբողջ օր քննչականի միջնորդությունը քննելուց հետո դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին։ Այն պայ սկսած, երբ որ սապորինությունները սկսել են, մենք հաստատել էինք, որ այս գործողություն լինելու է, որովհետև սա ուղիղ հանձնարարական է։ Այսինքն հրապարակային հնչելը, հրապարակային հնչեցվածի արդյունքը մենք հիմա տեսնում ենք։ Ծառուկյանին կալանավորելուց հետո միայն քննչական կոմիտեն հրապարակեց խուզարկության օրվա կադրերը։ Դիմակավորված ուժայինները ներխուժել էին Ծառուկյանի տուն եւ գետնին տապալել նրան։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդին գետնին տապալելու տեսարանը սոցցանցերում մեծ աղմուկ էր բարձրացրել։ Ծառուկյանին գետնին պարկացնելը ուղղակի աբիժնիկության ու անվերջ վախերի մասին է։ 70 տարեկան տղամարդուն, որը ոչ զենքով է դիմադրում, ոչ էլ պատրաստվում է դա անել, տեսախցիկների առաջ փորձել տապալել սեփական թիմում սասանված հեղինակության փրկության քայլերից է։ Այդ մարդու օջախում հաց ես կիսել, բաժակ ես խփել, տո այ անաղոհաց էլ դնո չկա, որ ծակես։ 70-ամյա մարդուն Մասկի շոուներով գետնին տապալելու եւ այդ կադրերը հրապարակ նետելու տեսարանը լիակատար բարոյական անկման ախտորոշում է։ Սա բացահայտ այլանդակություն է, որտեղ անցել են մարդկայնության, հարգանքի եւ արժեհամակարգի բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Այն ինչ այսօր արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այլանդակություն է եւ սա միայն նրան չէ վերաբերվում, այլ ցույց է տալիս պետության կողմից տարական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։ Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում եւ պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է։ Սա հիվանդ, բարոյազուրկ եւ թույլ մարդկանց փորձ է ուժի ցուցադրությամբ քողարկել սեփական ոչնչությունը։ Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու։ Սա ոչ թե օրենքի գերակայություն է, այլ Նիկոլի անձնական հաշվի հարդարը, բեմադրված ամենացածրորակ կենթանական մեթոդներով։ Մարդուն սեփական տան մեջ ընտանիքի աչքի
աչքի առաջ գետնին տապալելն ու նման շոու սարքելը իրավական գործընթաց չէ, դա սեփական վախերն ու բարդությունները թաքցնելու փորձ է։ Բայց զավեշտը գիտեք որն է։ Այս իշխանության ամբողջ ուժն ու մկանները պատում են բացառապես ներսում, սեփական ժողովրդի ու ընդդիմախոսների վրա։ Երկրի ներսում տղամարդ են ձևանում, հատուկ ջոկատայիններով տուն են ներխուժում ու մարդկանց գետնին տալիս, բայց հենց սահմանից այն կողմ են նայում, նույն այդ դուխով կերպարները վերածվում են Ալիևի ու Էրդողանի հնազանդ փիսիկների։ Դրսում բոլոր պահանջներին հա ասող կուչ եկած ու զիջող հպատակները երկրի ներսում առյուծ են սպանում։ Օրենքով իրավապահները մարդուն գետնին տապալելու եւ ֆիզիկական ուժ գործադրելու իրավունք ունեն այն դեպքում, երբ անձը դիմադրություն է ցույց տալիս ու չի ենթարկվում օրինական պահանջներին կամ զինված է եւ սպառնալիք է ներկայացնում շրջապատի համար։ Ծառուկյանի պաշտպանների պնդմամբ այդ հիմքերից ոչ մեկը ԲՀԿ առաջնորդի դեպքում չի եղել։ Սա ուղղակի абսուրդ է տնտեսական հանցագործության մեջ մեղադրվող անձին, որը որ իր տան մեջ գտնվում է, խոսքի գալիս է խոզարկություն տեսնում եք կանգնածով մի քանի օքով հարցակվել, փորձել գետնին գցել եւ ինչի հասան դրանով, դրանց հետո ինչ են արել, Ծառուկյանի կողքը նստել են, հա, սովորական process-ով շարունակել, բայց վտանգավորությունը ոնց եղավ, 2 վայրկյանում ավարտվեց, գետնին գցելուց հետո արդեն կանգնեց, ավարտվեց, հա։ ԲՀԿ առաջնորդին գետնին տապալելու տեսանյութը մտահոգել էր նաև մարդու իրավունքների պաշտպանին։ ՆԻՊ-ի գրասենյակից հայտնել էին, որ պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում կալանքը կրող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ։ ՆԻՊ-ի հայտարարության մեջ ասվում է, անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, երբ որևէ դիմադրություն չի ցուցաբերել, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է Ծառուկյանի դաստակների չափից փոքր։ Մարդու իրավունքների պաշտպանը ուսումնասիրություն է սկսել Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի առնչությամբ։ Նկատի ունենալով այն, որ տարածված տեսանյութը հարցեր է առաջացնում ձեռնաշղթայի եւ ֆիզիկական ուժի կիրառման իրավական չափանիշները պահպանված լինելու տեսանկյունից, մարդու իրավունքների պաշտպանը սկսել է ուսումնասիրություն հարցի առնչությամբ։ Իրավասու պետական մարմիններից ֆիզիկական ուժի եւ ձեռնաշղթայի կիրառման անհրաժեշտության հիմքերի եւ այլ հանգամանքների առնչությամբ համապատասխան պարզաբանումներ եւ անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալուց հետո մարդու իրավունքների պաշտպանը կամփոփի ուսումնասիրության արդյունքները։ Փաշինյանը հայտարարել է, թե Ծառուկյանի շուրջ աղմուկ բարձրացրած այդ կադրերը չի տեսել եւ իրեն գործելու մանդատ տվել է ժողովուրդը։ Ասում են, որ քաղաքական հետապնդում, ես ասում եմ, որ ընդհակառակը տեղի է ունեցել միջև վերջերս քաղաքական չհետապնդում, որովհետեւ այդ թվում պետական համակարգում գործող շոշափուկները նախորդ քաղաքական իշխանությունների պրոտեկցիոն պայմաններ են ստեղծել շատերի համար եւ դրա վերջը պետքա տրվի եւ դրա վերջը պետքա տրվի այդ թվում ժողովրդի տված մանդատ։ Դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ էր ԲՀԿ առաջնորդը Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնվել։ Ընտրապայքարի ժամանակ Ծառուկյանը չհավակնելով վարչապետի պաշտոնին, այդուհանդերձ հայտարարել էր Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մտադրության մասին։ Նա քննադատել էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, մեղադրել նրան անարդյունավետ կառավարման, չկատարված խոստումների եւ արտաքին քաղաքականության ձախողման մեջ։ Ի պատասխան Փաշինյանը ոչ միայն սպառնացել էր բանտ ուղարկել նրան, այլև ունեզրկել։ Հենց այդ պատճառով էլ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները որակվում են որպես քաղաքական վրեժխնդրություն։ Մարդկանց մանդատները գողացան, ռացիոնալიზացան, հիմա փորձում են այս ճանապարհով հետապնդել, սահմանափակել քստեյության քաղաքական ուժի գործունեությունը։ Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե ներքին ներդրողներին, թե արտաքին ներդրողներին, այդ Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր։ Գագիկ Ծառուկյանը ազգային անվտանգության ծառայության բանտախցից ուղերձ է հղել, իրեն վերագրվող մեղադրանքը որակել Սարքովի, իսկ իր շուրջ տեղի ունեցած գործողությունները ԲՀԿ-ի մանդատների գողության շարունակություն։ Անկախ բոլոր անարդարություններից ես շարունակելու եմ ուժերից ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին։ Ես մնում եմ ձեր Ծառուկյանը, ում կարող եմ օգտակար կլինեմ, ինչով կարող եմ կօգնեմ իմ երկրին։ Իդեպ Ծառուկյանին ունեզրկելու խոստումի մասին Նիկոլ Փաշինյանը չի մոռացել։ Նա հայտարարել է Արարատ ցեմենտի գործարանը պետականացնելու մասին։ Երկուշաբթի օրը իրականացրած խուզարկություններից հետո իրավապահները կապարակնքել էին այդ գործարանի դուռը։ Աշխատակիցները մի քանի օր հարկադիր պարապուրդի էին մատնվել։ Գործարանի աշխատակիցները հուլիսի 9-ին բողոքի ակցիա էին արել եւ պահանջել բացել գործարանը։ Պարոն վարչապետ, ամոթ է։ Ահագին լուրջ մարդ էինք ճանաչում։ Ամոթ է։
Ամոթ է, էսի պալոմբելով դու Ծառուկյանի հետ քո հարցը չլուծիր։ Նիկոլը եթե հայ չի, դնենք մի կողմ վերցնենք, ասենք մեր վարչապետը հայ չի։ Եթե հայա, ինչի համար է մյուս հային տրորում։ Քննիչների, ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջև փակ դռների հետևում բանակցությունների արդյունքում որոշվել էր կազմակերպչական հարցերը կարգավորելուց հետո ցեմենտի այս խոշոր գործարանը կվերականգնի արտադրությունը։ Քաղաքական բռնաճնշումների բարի ուղիղ իմաստով զոհ դարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծը։ Գործարարի տանը ու նրա ընկերություններում ավելի քան 12 ժամ խուզարկություններ անելուց հետո իրավապահները այս շաբաթվա սկզբին քննչական գործողությունների ընթացքում Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել եւ տեղափոխել էին կենդանաբանական այգի։ Քննչական կոմիտեն հայտնել էր, թե Ծառուկյանի տնից կենդանաբանական այգի տեղափոխված 3 առյուծը, 1 վագրը եւ սատկած կենդանիների թռչունների խրտվիլակները արգրավվել են վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում, որպես իրեղեն ապացույց։ Ըստ քննչականի Ծառուկյանը ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառել է 30 միլիոն դրամի վնաս։ Քաղաքական դրդապատճառով Ծառուկյանի առյուծներին, վագրին ու սատկած կենդանիների եւ թռչունների խրտվիլակներին արգրավելու եւ կենդանաբանական այգի տեղափոխելու իրավապահների գործողությունները սոցցանցերում մեծ աղմուկ էր բարձրացրել։ Հայաստանի Հանրապետության փառապանց ոստիկանությունն ու քննչականը շատ կարևոր գործով են զբաղված, գայլի չուչել են արգրավում եւ առանց ամաչելու այդ մասին տեսանյութ հրապարակում։ Հեսա գայլի հարազատներին կկանչեն Ծառուկյանի դեմ ցուցմունք տալու։ Ծառուկյանի օբյեկտներում ընտանյոք հանդերձ տրնգի պարող Նիկոլի մոտ ինչու հենց հիմա առաջացավ սերն առ կենդանիներ։ Հասկանում եք, խնդիրն այն չէ, որ թույլատրելի է կենդանիների կաշին տիկ անել եւ շարել տան մեջ։ Խնդիրն այն է, որ սեփական ազգին դավացն այս շոուն կազմակերպել եւ դրա համար որպես թատերական արտիստներ ներգրավել է ուժայիններին հանուն սեփական շահի։ Լավա որ Ծառուկյանը հավ չէր պահում, թե չէ քննչական կոմիտեն հիմա հավերի ներբերման ենթարկում ու հավաբնից ձու էր արգրավում։ Այս կադրերը ինձ Մանվել Գրիգորյանի տանտ ու շոնկա օպերացիան հիշեցրին։ Այն ժամանակ էլ բոլոր կենդանիներին քնեցրին, տարան, սեփական աչքով եմ տեսել։ Հետո երբ ուզում էիր տեսնել արգրաված կենդանիներին, ասում էին Երևանի կենդանաբանական այգու նոր կամ հիվանդ կենդանիների կարանտինային եւ վերականգնողական գոտում են։ Լավ, այդ գոտուց դուրս չեկան։ Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն ասում են՝ Գագիկ Ծառուկյանի առյուծը փաստորեն քաղաքական նպատակներով քննեցված առաջին առյուծն է։ Որպես իրեղեն ապացույց քնեցված ու կենդանաբանական այգի տեղափոխված 3 առյուծներից մեկն այդպես էլ չէր արթնացել։ Կենդանին անկել է։ Ըստ կենդանաբանական այգու տնօրինության, անկած էգ առյուծը տարիքով մեծ էր եւ ուղեկցող հիվանդություններ ուներ։ Կենդանու օրգան համակարգելը եղել են ախտահարված, փայծաղը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում, խոլեցիստիտային փոփոխություններ, արկա է ճարպակալում, որովայնի խորոչում արկա է ազատ հեղուկ, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է։ Քնեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի անկման լուրը աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում։ Լուսանկարի մի հատվածում կենդանաբանական այգու տնօրենն է, մյուսում նրա աշխատողները, ովքեր քնեցրել էին առյուծին, որն այդպես էլ չարթնացավ։ Ընդամենը 24 ժամ այս մարդն ու նրա աշխատողները չկարողացան պահել կենդանուն ու հիմա ինչ որ հայտարարություն են տարածել, թե բայ ուղեկցող հիվանդություններ ունեցել։ Այդ անիմաստ ու սրտաճմլիկ տեքստերը պահեք ձեզ ու Ավինյան հենց հիմա ազատիր այգու տնօրենին իր պաշտոնից։ Գագիկ Ծառուկյանի առյուծը նախաքննական մարմնի համար իրեղեն ապացույց էր։ Արգրավվել էր քրեական վարույթի շրջանակում եւ ի պահ տրվել կենդանաբանական այգուն ու պետության խնամքի տակ հայտնված իրեղեն ապացույցը 1 օր անց սատկում է։ Սա է պետական աշխատանքի մակարդակը, ուրեմն վաղը նույն տրամաբանությամբ ցանկացած իրեղեն ապացույց կարող է պատահաբար կորչել
կոտրել, ոչնչանալ կամ շարքից դուրս գալ։ Իրեղեն ապացույցները վնասելը, ոչնչացնելը կամ դրանց հետ օրենքով սահմանված կարգի խախտումամբ վարվելը քրեական պատասխանատվություն է առաջացնում։ Կենթանաբանական այգու տնօրեն Արման Տեր-Թովմասյան, դուք պետք է պատասխան տաք։ Վրեժն լուծում առյուծի գլուխն ուտելով, այդ առյուծը քաղաքական բռնաճնշումների զոհ դարձավ։ Այն, որ իրավապահ համակարգը լծված է քաղաքական հետապնդումների իրականացմանը, վաղուց արդեն բարձրաձայնված աքսիոմատիկ փաստ է, բայց որ նա սեփական արժանապատվության հաշվին կդառնա 10-ով մեկին գետնին տապալող ու ավելին կենթանիների միջոցով վրեժ լուծող, դա արդեն ամոթալի ու զզվելի է։ Հետգրություն։ Այս ամենը կանցնի, բայց կենթանասպանի խարանը կմնա։ Գագիկ Ծառուկյանի էգ առյուծը քաղաքական բռնաճնշումների զոհ դարձավ Փաշինյանի վրեժխնդրության պատճառով։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ Փաշինյանը Ծառուկյանին սպառնացել էր ունեզրկել, հետախուզման մեջ գտնվող նրա որդուն ընտրություններից հետո վերադարձնել Հայաստան եւ նստեցնել, ի պատասխան Ծառուկյանը շատ կոռեկտ էր արտահայտվել։ Ասել էր, թե ինքն իր կլասը չի գցի ու Փաշինյանի նման ընտանիք չի մտնի։ Բայց Ծառուկյանը Փաշինյանին կոշտ էր պատասխանել այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը նրան լրտեսության մեջ էր մեղադրել։ Բայց ասեցի, որ թղթանից հրապարակում գնդակարեն։ Եթե կա, եթե չէ, ուրեմն ես պատիվ եմ պահանջում։ Հայտարարողը մարզական պետք է պատիժ կրի։ Չեմ ասում գնդակարեք։ Թող գայ մարուծի մոտ մտնի դուս գա։ Ակնհայտ է, որ մայիսի 21-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում արված հենց այս հայտարարությունն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, ինչի պատճառով էլ վարչապետը վրեժխնդիր եղավ Ծառուկյանից ու նրա առյուծից։ Փաստացի այդ հայտարարության համար Փաշինյանը չներեց Գագիկ Ծառուկյանին։ Իրեղեն ապացույց հանդիսացող կենթանու անկման դեպքով քրեական գործ չի հարուցվել։ Ապօրինի որսի գործը 6 տարվա վաղեմության է։ Կոտայքի մարզային քննչականը թարմացրել էր գործը հենց այն օրը, երբ իրավապահները խուզարկության էին մտել Ծառուկյանի առանձնատուն։ Իդեպ առյուծի սատկելուց մի քանի օր անց, երբ կենթանաբանական այգու աշխատակիցները Ծառուկյանի կոկորդիլոսներին փորձել էին այգի տեղափոխել, գիշատիչներից մեկը հարվածել էր կենթանաբանական այգու աշխատակցի հոնքին։ Կոկորդիլոսի հարվածի հետևանքով կենթանաբանական այգու աշխատակիցը վնասվածք է ստացել, ինչից հետո դիմել է բժշկական օգնության։ Այս լուրը սոցցանցերում հումորային գրառումների տեղի էր տվել։ Հաջորդիվ հակակոռուպցիոնի ժողովրդինակացելու պատրաստվեն ՄԻՊ եւ դատախազության աշխատակիցները։ Նախագահականի ժողովուրդը դիտարկում է կերակրել կոկորդիլոսներին, իսկ ԱԳՆ-ից խոստացել են նրանց դեպի Եվրոպա վիզա դասավորել։ Փաստորեն Գագոյի ու իր կենթանիների մեջ ամենադուխովն ու թասիբովը կոկորդիլոսը դուրս եկավ։ Գագոն, որ խելք ունենար, առյուծների փոխարեն մենակ կոկորդիլոսներ կպահեր։ Փրկարարներ, ծառայությունը հայտնում է, որ ամեն ինչ նորմալ է։ ԵԱՀԿ-ի ազգությամբ թուրք գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն կարծելով, թե զրուցում է Նիկոլ Փաշինյանի հետ, պատրաստակամություն է հայտնել օգնել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հեռացնելու հարցում։ Այս բացահայտումն արել է ռուսական առաջին ալիքը, անոնսելով ռուսական շոուներից մեկը, որում պրանկերներ Վովանն ու Լեքսուսը զանգել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին եւ Փաշինյանի ձայնով հետաքրքրվել, թե արդյոք նա կարող է իրեն օգնել կաթողիկոսին հեռացնելու հարցում։ Я также рассчитываю на позицию ОБСЕ. Ես նաև հույսը դնում եմ ԵԱՀԿ-ի դիրքորոշման վրա, որ դուք նույնպես կարող եք ինձ աջակցել այս հարցում։ Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Իդեպ, դուք կարող եք դա անել, կարող եք փոխարինել կաթողիկոսին։ Կարծում եմ այժմ իմ ձեռքում կան հաղթաթղթեր եւ մենք կարող ենք փոխել կրոնը։ Միակ բանը, որ ձեզնից խնդրում եմ, ձեր աջակցությունն է այն դեպքում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի կողմնակիցների խիստ քննադատությանը։ Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ։ Ազգությամբ թուրք եվրոպական կառույցի բարձրաստիճան պաշտոնյայի այս խոստովանությունը հայկական սոցիալական հարթակում լայն քննարկումների տեղի էր տվել։ Քննարկման առարկան այն էր, որ այս հայտարարությամբ փաստացի հաստատվեց այն կասկածը, որ հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի նախաձեռնած արշավը սատարում են արտերկրից։
Դե բախներս բերել է, որ չի ասել կաթողիկոսին քնացրեք, տեղափոխեք Թուրքիա, եթե դժվարություն լինի, կաջակցեմ։ Հիմա գոնե հասկանալի է, թե ովքեր են կանգնած հայ առաքելական եկեղեցին որպես ազգային եւ ցանցային հզոր հենասյուն կազմաքանդելու գործընթացի թիկունքին։ Այո, արևմուտքն ու թուրքական աշխարհը, իսկ Ռուսաստանում շատ լավ են հասկանում այդ ամենը։ ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը փաստացի ապացուցում է մեր այն վարկածը, որ հայ եկեղեցու եւ վեհապարի դեմ արշավը առնվազն սատարում ունի թուրքերի եւ այլ արտաքին կենտրոններում։ Սա հայկական օրակարգ չէ, սա է հիբրիդային պատերազմը Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի արժեքների դեմ։ Սինիրլիօղլուն ըստ էության գործում է Բոլթոնի Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական կարծրատիպերից դոկտրինի շրջանակներում։ Սա ուղիղ միջամտություն է թե Հայաստանի Հանրապետության եւ թե հայ եկեղեցու ներքին գործերին։ ԵԱՀԿ-ի որպես կառույց հիմնական առաքելությունը դիվանագիտական ճանապարհով կանխել ծագող հակամարտությունները տարածաշրջանում։ Հիմա ինչպես հասկանանք Թուրք Ֆերդինանդի սխրանքն առ այն, որ հասուն տարիքում այլակերպվել է եւ վերածվել է հիբրիդային սելջուկ թուրքի, որոշելով, որ Հայաստանը Օսմանյան կայսրության վիլայեթ է, որտեղ կաշառքով մոլլային նշանակում։ Հետգրություն ռուս պրանկերների եւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի զրույցը ցուցադրվել է ռուսական համար 1 ալիքով։ Հետևությունները պետք է անի իշխանական թել պատված խունտան եւ դրանց վստահության մանդատ շնորհած ՀՀ քաղաքացին։ Արձագանքելով ձայնագրությանը Նիկոլ Փաշինյանը ոչ թե մեկնաբանել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի աղմկահարույց հայտարարությունը, փաստացի կոծկելով դրա բովանդակությունը, այլ կենտրոնացել էր այն փաստի վրա, որ հայկական լրատվամիջոցները այս սկանդալային պատմության մեջ շեշտադրել էին եվրոպական կառույցի գլխավոր քարտուղարի թուրքական ծագումը։ Ինչ կապ ունի թուրքը, վրացին, ռուսը, հայը։ Այսինքն այդ բանը, այսպես ասած իբր մի հատ լրացուցիչ էմոցիա է։ Դա ինքնիշխանությունից զրկող խոսույթ է։ Դա հենց արտաքին գործոնների կողմից Հայաստանում վաղուց ներդրված հայրենասիրության չափանիշը։ Այդ պրանկերները թող մի հատ զանգեն Կտրիչ Ներսյանի անունից խոսան, այդ բոլոր պաշտոնյաների հետ տեսնենք իրանք ինչ կասեն այդ պաշտոնյաները, հետո կմտածենք դրա մասին։ Իմ ինչ մեկնաբանելու բանն է։ Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի գնահատմամբ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ ԵԱՀԿ-ն եվրոպական կառույց է եւ այդ եվրոպական կառույցի ղեկավարը, անկախ նրանից թուրք է թե ոչ, ինքը փաստորեն խառնվում է Հայաստանի ներքաղաքական գործերին, ինքը աջակցում է Նիկոլ Փաշինյանին կաթողիկոսին փոխելու հարցում, ինչ կարող եք այստեղ ասել օրինակ ինքնիշխանություն երևույթի հետ կապված, որտեղ ակնհայտ է, որ այս տեսակ քննարկումներ Նիկոլ Փաշինյանի իրական Նիկոլ Փաշինյանի հետ եւս կարող են տեղի ունենալ։ Հայ առաքելական եկեղեցին մեծ խոչընդոտ է Թուրքիայի համար հայկական ինքնության ոչնչացման ճանապարհին։ Պաշտոնական Անկարան, եթե ոչ ուղիղ, ապա անուղղակի տվյալ դեպքում եվրոպական կառույցի միջոցով փորձում է սատարել Փաշինյանին, ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու հարցում։ Ինձ թափեսի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը, շնորհակալություն։